ասում եմ վերադարձանք մեր գեղեցիկ տաղավար։ Ինչի են մեկը գեղեցիկ, չէ։ Էն էլ է գեղեցիկ, բայց այստեղ դու բոյով ես ծածկում ես, ես իմ Անուշ Հայաստանինը։ Հա, ես Քեզ բոյով պետք է ցածր աթոռ դնել այնտեղ։ Չէ, բանը, ուղղակի բանը, այդ խալին կքաշենք մի քիչ ես գտնենք։ Անցնենք առաջ իրականում մինչև Վահային անդրադառնալը, որովհետև այսօր էլի տենց շատ հետաքրքիր արդեն խորհրդանշական բան ենք թխելու, չէ, ճիշտ ինձ թույլ են տալիս արդեն ասելու ինչ, բայց եղանակը ոնց որ թե տաքանում է 16-ից 18 աստիճան է լինելու կեսօրին։ Զգում եմ, վախենում եմ էլի ցրտի, հեսա պարվի ուլերը կգա եւ նորից կսկսվի մեր սև օրերը։ Երեկոյան լինելու է 9-ից 11, գիշերը 5-ից 7, այսինքն չունենք մինուս, ունենք ցերեկն էլ 16-ից 10։ Ունենք ծաղկած ծառեր, հիմա վախենում եմ այդ բառն ասեմ, որովհետև ծաղկում է։ Կարող լսեն, տեսնեն այդ։ Իսկ թվում է իրանք բան են անում, ստրես են տանում, որ այդ ծառերը ծաղկում է, այդպես կանաչում, եկալ մե շուտ կտրում են, որ չերևա։ Ալերգիա ունեն իրանք, բանը, ջղայնանում են այդ ալերգիայի, հա, կա նման բաներ, որ ծաղկած ծառերից խոսում ես, ասում բոլորը ալերգիա ունենան, ծաղկած ծառերից խոսում ես, ու ինչ-որ մեկն դեհելում ասում ոնց, ինչ-որ միտեղ հələ ծառը կա, որ ծաղկել է, եկեք կտրենք։ Իմիջիայլոց հեն կպե Թումանյան փողոցի ծառերին, ուրիշ փողոց չկա։ Թե այնտեղ այտենց շատ արագ հատվի այդ ծառերը։ Հուսով եմ Թումանյանի հետ կապված չի։ Անվան հետ, չէ։ Այո, ասում եմ մարդ պիտի ինձ աշխատի, որ իր աշխատանքը դառնա զավեշտալի, ինչպես եւ իրենց աշխատանքը զավեշտալի է։ Մենք ուղակի ոչ մենք քննադատում ենք, դե ծիծաղում ենք, ասում է արդեն արված անգրագիտության վրա, բայց Վահեին ասենք բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Լավ, խոսենք միջինքից, հա։ Այո, այսօր միջինքն է եւ մենք տոնելու ենք միջինքը, պատրաստելու եմ իհարկե ոչ դասական գաթա տարածված տարբերակով այդ խորիզով ինչպես անում են, որովհետև միջինքը չի սահմանափակվում դասական գաթայով։ Պետք է միշտ յուրահատուկ լինել եւ պատրաստել այլընտրանքային տարբերակներ։ Այսօր պատրաստելու եմ տապլա կամ հորեգիլ, որը պատրաստվում էր հիմնականում Տարոն Տուրուբերանի Սասունի շրջանում։ Այս տարբերակը կրկին միջինքի գաթա է, բայց տարբերվում է նրանով, որ սա խորիզ չունի։ Այսինքն առատ ընդեղենով է պատրաստվում, հատիկեղենով, հետեւաբար այստեղ կրկին պտղաբերության խորհուրդն է ամբողջովին դրվում, եւ եթե մեծ անդրադարձ անենք միջինքին, միջինքի տոնացիսական հատվածը ամբողջովին ժողովրդական բնույթ է կրում, իսկ ծեսը ամբողջովին, եթե այսպես վերաիմաստավորենք ու տեղադրենք ամբողջ տոնացիսական համակարգում, գնում է դեպի եկեղեցական դաշտ։ Այսինքն պահքը կիսվում է հավասար մասի, բայց դա չի ներառում իր մեջ պահքի ավարտ, որովհետև շատերը տեղադրում են գաթայի տարբեր բաղադրատոմսեր, հատկապես բլոգերներ, ֆուդ բլոգերներ եւ այլն, հաճախ այս մեկ շաբաթվա ընթացքում ես չգիտեմ արդեն քանի հոգու եմ գրել, որ դա պահքի գաթա չէ, որովհետեւ յուղով, ձվով, կաթով ինչ որ բաղադրատոմսեր է ու պատմում են բաղարջի մասին, պատմում են միջինքի մասին, չկա նման բան, պահքը չի կիսվում եւ հետեւաբար կենթանական ծագման որևիցե սննդամթերք չի կարող ներառվել միջինքի գաթայի մեջ։ Սա իգիտություն, որ չհամարեն, որ պահքը կիսվում է, որովհետև սա էլ ավելի է հիշեցնում, որ պահքը դեռ ունենք որոշակի կես ընկած հատված, որին պետք է դիմադրել եւ համբերատարությամբ սպասել, մինչ գա զատիկը։ Ուրեմն այսօր մենք հորեգիլը պատրաստելու ենք հետեւյալ ձևով, ունենք այստեղ նուշ, կանեպ, ունենք նաև այստեղ քունջուտ, ընկույզ, մանրած եւ արևածաղիկ, այսինքն այստեղ ավելի շատ այսպես ընդեղենային ուրեմն բազա է խմորի համար, իսկ խմորը յուրահատուկ է նրանով, որ մեզ դրա համար անհրաժեշտ է քացախ, սոդա, շաքարավազ, այստեղ ունենք նաև ալյուր եւ ձիթայուղ։ Այս ամեն ինչով է պատրաստում մեր խմորը, ինչպես տեսնում եք, որևիցե կենթանական ծագման բան այստեղ չեմ օգտագործելու, անգամ վրայի շերտը, որպեսզի կարմրի, մենք օգտագործելու ենք մեղրաջուր, այսինքն մեղրը պետք է բացել ջրով եւ քսել մակերեսին, որպեսզի կարմրի։ Ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ կապված միջինքի խմորի շաղախման հետ, որը եւ զարմանալու կլինի, որովհետեւ
ուրեմն նոր Բայազետի շրջանում այսպես էին խմորը շաղախում, տղամարդիկ ոտքերով էին շաղախում, դա չի նշանակում, որ անմիջապես ոտքի ներբանը հարում էր խմորին։ Կտորներով ծածկում էին մի քանի շերտ, հետո խմորը ոտքով շաղախում էին։ Ինչու ոտքով եւ ինչու տղամարդիկ, որովհետեւ հայկական այսպես ավանդապատման եւ ավանդույթների մեջ, ավելի շատ ավանդույթների մեջ կա պահպանված, որ կնոջ ձեռքն է սուրբ, տղամարդու ոտքը։ Հետեւաբար այդ օրվա սուրբ այդ թխուկը պետք է շաղախվեր ոտքով։ Սա եկեղեցական ծեսի հետ ընդհանրապես կապ չունի, դա տարանջատեմ, որ այլընտրանքային տարբերակով չհասկանան, ժողովրդական ծիսակարգ է, որը կատարվել է ժողովրդի կողմից։ Իսկ կնոջ ձեռքն էր սուրբ, որտեղ ամենօրյա հացի խմորը գիտենք ձեռքով էլ շաղախվում եւ հետեւաբար որպես սրբություն ըստ դրա տարանջատվում էր արական եւ իքական սեռերի մոտ ոտքի եւ ձեռքի սրբություն լինելը։ Սա շատ կարեւոր հանգամանք է ասել, որ միջինքը հենց տղամարդկանց, այսպես ասած, ոտքերով շաղախվում էր խմորը եւ հետո անցնում էին բուն պատրաստման գործընթացին։ Մեջը հիմնականում դրում էին ոսկե մետաղադրամ, մատանի, սա նորից ժողովրդական ծես է, այսինքն վիճակահանությամբ կտրում էին, շատ հաճախ անում էին այնպես, որ տան փոքր երեխան, ինչպես տարեհացի դեպքում հակառակ մեջքի կողմով տատիկի ծնկների մեջ այդպես հենվում եւ գաթան վերևը պահում կտրում էին, հերթով ասում էր սա հայրիկին, սա մայրիկին եւ անգամ բաժին էր հանվում հողին, տանը, անասուններին, որովհետեւ իրենք եւս իրենց տարվա պահելու այդ խորհուրդն ունեն եւ իրենք էին ապահովում այդ ընտանիքի բարեկեցությունը։ Սա էր պատճառը, որ այդ ամբողջական ծեսն իրականացում էր այդ ընթացակարգով։ Իհարկե, ինչպես մեր քահանան նախորդ օրը նշեց, խաչի, օրհնված խաչի պատկերի արկայությունը, այսինքն որպես այդպեսին դնելը միջինքի մեջ հետագայում է այսպես ի հայտ եկել, որովհետև ի սկզբանե դա ժողովրդական ծես էր եւ միայն մետաղադրամ էր դրվում։ Հիմա հայ առաքելական եկեղեցին, քանի որ մենք գիտենք, որ դեմ է գուշակությանը եւ այլնին, հետաբար մետաղադրամը փոխարինվել է խաչով եւ բայց ծիսակարգային տեսանկյունից պահպանվել է նույն ծիսակարգ, ինչ որ արվում է մետաղադրամի դեպքում։ Ինչևիցե ժամանակը փոխվում է, ժամանակները փոխվում են եւ իհարկե նույն ծիսակարգը կարելի է մատուցել տարբեր ձևերով, կարեւոր է պահպանել ազգային դիմագիծը, գաղափարը եւ մատուցել սերունդներին, որովհետեւ սերունդների մի աճի ժամանակ, երբ որ կտրվում է այդ ազգային գաղափարախոսությունը, հետագայում դառնում է ավելի դժվար եւ ընդհատված։ Հետաբար պետք է փոխանցել այն, ինչ որ կրում եք եւ կրողն եք, որովհետեւ հաջորդ սերունդները պետք է դիևս դառնան դրա կրողը եւ փոխանցողը։ Հուսանք։ Հա։ Ասում եմ կոտորվում ենք այդ մասեն խոսելով եւ ասելով, բայց հուսանք, որ իրականում գոնե տեղյակ կլինեն։ Հետո հետ ծերունները ոնց կպահեն դա, երևի թե արդեն իրենք գիտեն, իրենց ստացած դասերակցության եւ կրթության հաշվին։ Անցնենք առաջ, այս պայն մեր եթերում գովազդ է, սիրելի հեռուստադիտողներ, հաջորդիվ կդիմավորենք մեր հյուրերին։ Ես խորհրդանշական եմ ուզում սկսել խոսքս, Դավիթը իհարկե հաջորդիվ կներկայացնի։ 3 տխուր այսօր ուրախ ալիքի պես ծափ եմ տալիս, 3 դեպի անհայտություն, այսօր դեպի ափ եմ գալիս։ Լուր ժպտում եմ փոքր ու մեծին, կամ ծիծաղում խենթի նման, ինձ բաշխում եմ ավազներին, անապատի գետի նման, ինձ բաշխում եմ անմնացորդ, իմ ժպիտներն ուր են տանում, ծիծաղիս մեջ ամեն անցորդ, հոգնած հոգին է լվանում։ Վաղը երբ որ մշուշ լինի եւ արցունքներ ծնվեն ցավից, գուցե մեկը փոքրիկ մի կայծ ետ բերի ինձ իմ ծիծաղից։ Ընտիր, մարտի 27-ին ժամը 19:00-ին մեծ պոետ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին ընթരാճ Կաֆեսյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա անմեռ հնչյունի եւ բառի կախարդանքը գրական երաժշտական երեկոն։ Սպասվող միջոցառման Ռազմիկ Դավոյանի եւ նրա նոր ժողովածուի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Ռազմիկ Դավոյանի կինը, լեզվաբան, թարգմանիչ Արմինե Թամրազյան Դավոյան, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծունին։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ես իրականում Դավոյանին բացահայտել եմ ոչ շատ երիտասարդ ժամանակ, մի քիչ ուշացած, բայց երևի թե ավելի լավ, որովհետև իրեն հասկանալը այդքան էլ հեշտ չի եւ գուցե ինչ որ շատ երիտասարդ տարիքից մի հատ անցում է պետք անել, որպեսզի
կարդալիս հասկանաս, որովհետև շատ խիտ է ինքը գրում։ Իրականում ես միշտ այդպես եմ ձևակերպում, ինչ որ խիտ է, շատ բանի մասին է միանգամից մի բանաստեղծության մեջ գրվում։ Ինֆորմացիա շատ է։ Հա, եւ իրականում չնայած առիթ ունեցել եմ նրա հետ հանդիպելու, տենց մի քիչ հեռվից մի երկու բառ տենց ասելու, որ գիտեք, ես ձեզ եմ կարդացել ընդունվելուց, բայց իրականում այս ժողովածուն, որը փաստորեն նոր է լույս տեսել, նախ կուզեմ մեկնաբանեք ինչու որոշվեց այս տեսակ ժողովածու լույս աշխարհ բերել, ինչի պակաս կա, եւ իրականում ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը ոնց է երիտասարդ հանրությունը որքանով է ճանաչում Դավոյանին։ Գիրքը հիմնականում պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ այս գիրքը լինի, որպեսզի երիտասարդ ընթերցողների համար էլ հասանելի լինի, հեշտ լինի, որովհետև վաղուց այս գաղափարը կար, ընտրանիներ շատ են եղել, հատկապես վերջին տարիներին, բայց հիմնականում դրանք եղել են այդպես հուշանվերային, մեծ ֆորմատով, չգիտեմ, կաշվե, կազմով եւ այլն, այսինքն այդքան էլ ընթերցելու համար հարմար չեն եղել, ծանր են եղել, մեծ են եղել։ Լավ նվերներ են եղել, լավ նվերներ են եղել, հատկապես հոբելյաններին, ամյակներին, այդպես իրեն նվիրում էին, բայց վաղուց անհրաժեշտ էր այսպես փոքր ֆորմատով թեթև մի ձեռքի մեջ հաճելի բռնելու համար մի գիրք լինի, որպեսզի ընթերցանության համար հաճելի լինի, չնայած գիրքը այդքան էլ փոքր չէ, 420 էջ է։ Հա, իմիջիայլոց խիտ է էլի, իր բանաստեղծությունների նման։ Հետաքրքիր է, գուցե պարոն Արծրունի, դուք դրա ձևակերպումը տակ դե մի տեսակ ձեր սերունդը ուրիշ կերպ էր վերաբերվում բանաստեղծությանը, բանաստեղծին, կարդում էին, նվիրում էին, շատ նորաձև էր դա, պատիվ էր բերում անգամ կենացների ժամանակ հնչեցնել, ինչ-որ մի տող, հիմա այդքան էլ այդպես չի, բայց իրականում որքանով է ինքը հայտնի այսօրվա երիտասարդության այդ սերնդի մեջ։ Նախ մենք դաստիարակվում էինք այդ գերականությամբ, այսինքն ոչ թե պարզապես ընթերցող էինք, այլ այսինքն նման գերականությունը, հատկապես Ռազմիկ Դավոյանի պոեզիան, ձևավորում էր մեր աշխարհընկալումը, այսինքն այդ պոեզիայի միջոցով մենք նաև ճանաչում էինք մեր տեղը, ոչ միայն գրականության մեջ, այլ առհասարակ կյանքում, այսինքն նման գրականությունը ձևավորում է մարդուն, այսինքն ինքնությունը, որից մենք շատ ենք սիրում ասել, որպես այդպեսին, որովհետև հատկապես Ռազմիկ Դավոյանի պոեզիան դռներ է բացում դեպի ոլորտներ, այսինքն այդտեղից դու կարող ես դուրս գալ պատմության շերտին, այդտեղից դու կարող ես դուրս գալ համաշխարհային գրականության շերտերին, այդտեղից դու կարող ես դուրս գալ ճշգրիտ ընկալումներին եւ պատմության եւ մշակույթի եւ սեփական եւ համաշխարհային։ Այնպես որ այդ առումով իհարկե բացառիկ դերակատարություն ունի Դավոյանը, հատկապես իմ սերնդի համար։ Ինչ վերաբերում է երիտասարդությանը, մենք կարող ենք ինչ-որ չափով հանգիստ լինել, որովհետեւ Ռազմիկ Դավոյանը նաեւ գրկված է դասագրքերում, այսինքն ուզեն թե չուզեն, բայց պատանիները, այսինքն դպրոցականները անցնում են եւ սա, այսինքն այդ առումով Դավոյանը արդեն կարելի ասել, որ լիարժեք դասական գրականություն է ներկայացնում։ Դե ինձ թվում է պոետի համար առհասարակ բանաստեղծի համար կարևորագույն այդ նշաձողը նաև արդեն դասագրքերում տպագրվելն է, որովհետև այլընտրանքը բավականին բարդ է ընթերցվելու, այսպես ասեմ, երբ որ դու արդեն դպրոցական ծրագրի մի մասն ես կազմում, ես քանի որ պոետ ընկերներ ունեմ, ես գիտեմ առհասարակ մենք քննարկում ենք նման հարցերով եւ գիտեմ որ դա եւ երազանք է եւ նպատակ է եւ կարևորագույն կետ է, երբ որ դու արդեն տպագրվում ես դպրոցական ծրագրում։ Այո, այսինքն դպրոցական դասագիրքը ուղենիշ է տալիս, այսինքն վեկտոր է տալիս, այսինքն ստեղծում է հնարավորություն, հետաքրությունը։ Դրա համար ստրես ենք տանում, էլի, որ թուրք հեղինակներ ենք տեսնում երկրորդ դասարանի Դե գրքում։ սա, այսինքն այդ ամենին հակադրվելու նյութ մենք ունենք։ Այո, մասին ենք ասում։ Տիկին Դավոյան, ես ուզում եմ ձեզ հարցնել որպես կին, պարոն Արծրունու ականջից հեռու։ Ասում են, որ լինել մի տղամարդու կողքին, ով իրեն մեծ առումով նվիրել է արվեստին, բավական բարդ է, համ հասկանալ, համ ապրել, համ իրեն այդ աշխարհից բերել իրականություն։
Այդ իսկապես այդպես է։ Համ իր հետ գնալ այդ աշխարհ։ Մենակ վերելով չի։ Ինքը թույլ տա որ գնաս այդ աշխարհ։ Հեսա պարոն Արծրունին ինձ կասում է երկու բառ հետո, բայց Եթերից հետո։ Ոնց չնայած ասում է կան կանայք ովքեր ճիշտ հակառակը նպաստող են դառնում, որ այդ աշխարհում էլ ավելի լավ լող է այդ մարդը, պարոն Արծրունն այ։ Իրականում ձեր դեպքում ոնց էր, դժվար էր, հեշտ էր, դուք իրեն տանում եք, թե դուք եք իր հետևից գնում։ Գիտեք, ինձ թվում է կապ չունի ամուսինը արվեստագետ է, գրող է, թե ինչ։ Միևնույնն է, երկու անձ, երկու տարբեր մարդ ինչ որ խնդիրներ պիտի ունենան, հա, համատեղ կյանքը չի կարող այդպես հեշտ առանց որևէ խնդիրների անցնի, որովհետև մարդ երբեմն ինքը իր հետ էլ հաշտ չէ, չէ՞։ Երբեմն դու ինքդ քեզ հետ էլ կոնֆլիկտներ ունես, այնպես որ դա ինձ թվում է անկախ ամեն ինչից լինում է։ Մեր դեպքում ես շատ գեղեցիկ հուշեր ունեմ իհարկե թարգմանական աշխատանքից եւ այդ ամենը ներկայացնելուց եւ Երևանում եւ Միացյալ Թագավորությունում եւ տարբեր այլ երկրներում որտեղ ասենք միասին կանգնում էինք եւ ինքը հայերենն էր ընթերցում, ես անգլերենն էի ընթերցում եւ ոնց որ դա միացնում էր մեզ, դա մի սքանչելի զգացողություն էր եւ հետո դահլիճի արձագանքը տեսնել այդ ամեն ինչին անմոռանալի եւ դա մի ինչ ասեմ անգնահատելի բան էր, որ ես դա այդ փորձառությունը ունեցել եմ իր հետ։ Ձեր աչքերն են ասում։ Այո։ Քիչ առաջ ասացիք, չգիտեմ ում է նվիրել, ես ամեն օր քեզ զրուցում եմ թաքուն, որ բանաստեղծությունն է ֆանտաստիկ։ Դե ասում ես ճիշտն է, բայց այդ մասին ապա եթերում չենք խոսում։ Որ բանաստեղծությունն է, որ դուք գիտեք, որ հենց ձեզ է նվիրված։ Ու շատ են դրանք։ Իսկ մեկը կարող եք մեզ համար կարճ ընթերցել։ Մեկը, որ իհարկե պատմություն էլ ունի եւ Անուշ Ասլիպեկյանը մի շատ գեղեցիկ հոդված էլ դրա վերաբերյալ գրեց, ես դա գտա իր մահից հետո, որովհետև ինձ համար կարդացել էր շատ տարի առաջ եւ ես շատ հուզվել էի եւ ասել էի չեմ ուզում տար գործրու։ Եվ կհասկանաք ինչու։ Ուրեմն եթե կարողանամ հիշել արտացոլված եմ հայելիներում, ապակիներում եւ աչքերիդ մեջ։ Արտացոլված եմ ջրում, երկնքում, պարզապես օդում եւ աչքերիդ մեջ։ Արտացոլված եմ գիշերերկերում, լուսնի մեջ ներհուն եւ աչքերիդ մեջ։ Եվ երբ այլևս ես արտացոլված չեմ լինի ջրում, հայելիներում, ապակիներում, օդում, վերքերիդ եւ կրքերիդ մեջ, դու պիտի անշուշտ նայես հայելուն։ Ոչինչ։ Ես փշակավ։ Որ ինձ էլ ցույց կտա, որ աչքերիդ մեջ ինձ էլ ցույց կտա։ Այն ժամանակ դու կժպտաս ներհուն եւ կասես, ահա, կորցրի եւ կտա։ Այ։ Հա։ Ես ուզում եմ մի բան հարցնել։ Շատ ուժեղ էր։ Անդրադառնալով միջոցառմանը, պարոն Արծրունի, ինչի ես այնտեղ չեմ կարդում ոչ մի բան դավը։ Ես էլ էի ուզում հարցնեմ։ Ես պիտի ասեմ, որ սա Անդրանիկ միջոցառումն է։ Ասում դու գիտեք, չէ՞, որ ինչպես ասում են հայրենակիցները մեր, մենք դեռասան ենք ամեն։ Սա Անդրանիկ միջոցառումն է, որը մենք որոշեցինք կազմակերպել Քաֆեսյանում, իհարկե իրենց առաջարկով, որովհետև նրանք ունեն նման շարք հանդիպում արվեստի հետ եւ այդ շարքում նրանք որոշեցին կազմակերպել գրական երաժշտական միջոցառում եւ մենք հրավիրեցինք Մխիթար Ավետիսյանին, ձեր գոլեգային, ասենք նա կարդալու է բանաստեղծությունները, իսկ ես երգելու եմ երգերը գրված էլի Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններով։ Իմ եւ Մխիթարի ձայները համարյա նույնն են, պարոն Արծրունի։ Ինչ եմ ուզում ասել։ Սա միայն սկիզբն է։ Մեծ սիրով Սա միայն սկիզբն է։ Նկատի ունեցեք հաջորդ անգամ մեծ սիրով, իհարկե։ Ես շատ սիրում եմ, իսկապես շատ սիրել եմ, մենք աղջիկներով էլ երբ դեռասան աղջիկներով հավաքվում զրուցում ենք, իրականում կան բանաստեղծություններ, ուզեցել ենք ինչ-որ տենց երեկոներ դարձնել պոեզիայի, միշտ եղել է քննարկում Դավոյանի մասին, որովհետև ասում եք ինքը տենց դժվարամարս է նախ, հեշտ չի, շատ խիտ է այդ ոնց որ սկզբում էի ձևակերպում եւ իսկապես այդպես ենք մենք կարծում, կարող ենք վատ ենք դեռ հասկանում, մեզ համար ինքը իսկապես խիտ է, մեկ ուրիշի համար ճիշտ հակառակը շատ հեշտ ընկալելի է, բայց միշտ մտածում էինք, որ պետք է այդպես ընտրանի անել, բարթերի եւ ներկայացնել։ Հիմա փաստորեն արել եք ու
Ուղղի թարգա մենք չկանք։ Էլի կանենք անշուշտ, որովհետև տարին դավանական տարին փաստորեն սկսվելու է այդ միջոցառումով, հաջորդ միջոցառումը լինելու է գրքի շնորհանդեսը, որի մասին երևի Արմինեն։ Խնդրեմ, եւ հիմա եթերով երևի չէ, բայց մեծ հաճույքով կարող եմ ձեզ հրավիրել, որ կարդաք շնորհանդեսը։ Շնորհակալություն։ Օրը երբ է։ Ապրիլի 15-ին Ինչի եք այդ օրը ինձ անթարգմանել։ Ապրիլի 15-ին ես պաշտոնապես ասեմ, մամայիս ծննդյան օրն է։ Եվ եղբորս ծննդյան օրն է, իրենք երկուսը նույն օրն են ծնվել, եւ ինձ արդեն երրորդ միջոցառումն են առաջարկում Համոսահյանի նվիրված։ Ես ասում եմ, ինչի՞ քեզ 15-ին դնում, մամայիս ծննդյան օրն է, որ չգնամ ծնունդի ինձ կսպանի, էլի։ Դե լավ, դե ուրեմն ուրիշ երեկույթ է։ Չէ, ժամը 7-ին է։ Ժամը 7-ին է։ Ներողություն եմ խնդրում։ Ավաղ։ Զանգակ գրատանը Աբովյան 7 հասցեում եւ մուտքը այս գրքի շնորհանդեսն է, այո։ Ահա, այս գրքի մասին կարող ենք մանրամասնություններ ներկայացնել հեռուստադիտողին։ Այո, գիրքը ընտրանի է Ռազմիկ Դավոյանի բոլոր ժողովածուներից, իր առաջին այդ գրքույկից, իմ աշխարհը ժողովածուից, մինչև 19 թվին հրատարակած իր վերջին ժողովածուն, որը կոչվում է Մենք ունենք, այդ 9 գրքեր են, եթե չեմ սխալվում, այդ 9 գրքից ուրեմն ծաղկաքաղ է եւ կան արդեն դասական դարձած սիրված բանաստեղծություններ եւ ոչ այնքան հայտնի բանաստեղծություններ, այնպես որ կարծում եմ հետաքրքիր է եւ Դավոյանի պոեզիային ծանոթ ընթերցողի համար եւ նոր ընթերցողի համար։ Քանի որ ասիկ Դավոյանական տարի է սպասվում, ուզում հասկանալ բացի գրքի շնորհանդեսը եւ Գաֆէսյան արվեստի կենտրոնում այս գրական երաժշտական երեկոն ուրիշ ինչ միջոցառումներ են սպասվում այս տարի ու նաեւ կլինեն միջոցառումներ Երևանից դուրս մարզերում։ Ուրեմն հույս ունեմ, որ իր հայրենի գյուղում, Մեծ Բառնի գյուղում արդեն անցյալ տարվանից սկսել ենք վերականգնել իր հայրական տունը, որը մեր ավանդական գլխատներից է, եւ հույս ունեմ, որ առիթ կլինի այս տարի, այսինքն կավարտվի աշխատանքները եւ առիթ կլինի այնտեղ մի երեկո կազմակերպելու։ Հոկտեմբերին լինելու է նաև գիտաժողով համազգային հայ կրթական եւ մշակութային միության հետ համատեղ այս համերգները եւս շարունակական են։ Համերգները շարունակվելու են ամբողջ տարի, այսինքն տարբեր ձևաչափերով, այսինքն որպես գրական երաժշտական համերգներ, որպես երաժշտական համերգներ, որովհետեւ Դավոյանի բանաստեղծություններով ես շարք ունեմ եւ այսինքն ոճային իմաստով շատ տարբերվում է Կոմիտաս դասակցություն շարքից, այսինքն ինքը ավելի շատ խոսում է այսպես ժամանակակից ձևաչափերով երաժշտական, ինչպես նաեւ պոեզիան է արդեական միշտ Դավոյանի եւ կարծում եմ, որ այս ընթացքը նաեւ նայեք Անուշը միանգամից այսպես իր առաջարկով կրակն է իրան գցելու, որովհետև հաստատ Սիրով ես։ Մենք մեկ չէ, մի քանի միջոցառում միասին ենք անելու հաստատ եւ կարծում եմ, որ այս ընթացքը նաեւ կթելադրի հաջորդականությունը միջոցառումների եւ ձևաչափերը, որովհետեւ տարբեր լոկացիաներ, այսինքն համալսարանական միջավայր, գրական ակումբներ, համերգային դահլիճներ, այսինքն մենք այս տարին աշխատելու ենք առաջ Աստված իհարկե դցնել դավոյանական բովանդակությամբ եւ դավոյանական պոեզիայով։ Եվ այսինքն քայլ առ քայլ հիմքը իհարկե գիրքն է եւ սկիզբը դնում ենք վաղը մեր միջոցառումով Գաֆէսյան արվեստի կենտրոնում եւ ամբողջ ընթացքը պայմանավորված է լինելու, այսինքն այս տարբեր միջոցառումներով, որը վերջի մենք կբերենք ավելի մեծ գլոբալ, չգիտեմ դա ինչ կլինի, գուցե բացօթյա միջոցառում, որը հիմա շատ այսպես ընդունված է եւ այսինքն հասարակությունը շատ այսպես ակտիվ արձագանքում է եւ մասնակցում է, գուցե Երևանում, գուցե Երևանից դուրս։ Մի խոսքով այսպես մենք բոլոր շարքերները հիմա չբացենք, բայց պլանավորում ենք իրապես դավոյանական դարձնելու այս տարի։ Եվ Հոբելյանին ընդառաջ եւ իհարկե ծննդյան
օրվանից հետո։ Տիկին Դավոյան, ինձ հետաքրքիր է առհասարակ պոետները եւ ժամանակակից եւ առհասարակ մեր պոետները նաեւ մեր երջանկայի շտակ Ռազմիկ Դավոյանը իրենք կենթանության օրոք գնահատված են եւ պետության կողմից եւ հասարակության կողմից, թե մենք սիրում ենք, երբ որ պոետը էլ չկա, նորին մեծարենք, գնահատենք, կարդանք, խոսենք իր մասին։ Գիտեք, դե ես իմ անունից կարող եմ ասել, միշտ դժգոհ եմ։ Ինքը այդքան էլ չէ, ինքը ասում էր ես շատ երջանիկ եմ, որովհետև ես վայելում եմ ժողովրդի սերը։ Ժողովուրդը կարդացել են դեռ տասնամյակներ առաջ եւ միշտ ինքը դա էր ասում, որ ինձ գնահատում եւ սիրում է ժողովուրդը։ Եվ ինքը գոհ էր։ Այո։ Դե շատ կարևոր է։ Ես ոչ այնքան, բայց ինքը այո։ Չէ, կան գիտեք չափալիչներ կան, այսինքն ես միշտ մեջբերում եմ այդ իմ անձնական օրինակը, որովհետև ես անձնապես 2 օր հերթ եմ կանգնել հրապարակի գրախանութում, որպեսզի ձեռք բերեմ Դավոյանի քարե բարձր ժողովածու։ Այսինքն ես ֆիզիկապես 2 օր, այսինքն մենք հսկայական բազմություն կանգնացել, որտեղ չէին հասցնում տպարանից հասցնեն եւ մենք այսպես հերթ էինք պահում։ Դա երջանկություն է, դե հա, բացի դրանից նաեւ Արմինեն շատ այսպես համեստաբար չի նշում մի շատ կարևոր հանգամանք, այսինքն միջազգայնացումը Ռազմիկ Դավոյանի։ Դեռևս իր կյանքի օրոք նա թարգմանվել էր քանի 30-ից ավել լեզուներով եւ հրատարակվել էր։ Եվ հատկապես վերջին շրջանում իր այսպես ընդգրկումը համաշխարհային պոեզիայի այսպես ցուցակի մեջ, եթե կարելի է այդպես ասել, կամ շտեմարանում, այդ ամենը պայմանավորված էր նաև Արմինե Թամրազյանի թարգմանություններով 5 ժողովածու թարգմանված է եղել եւ նաև շատ կարեւոր է թե որ հրատարակչատունն է դա նախաձեռնում, հրատարակում եւ այսինքն արևմուտքում այդ ստատուսայնությունը, եթե կարելի է այդ բառը օգտագործել, շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Ո՞վ է հրատարակողը։ Եթե ժամանակ ունենք, մի փոքր բացատրենք։ Ուրեմն Ռազմիկը սիրում էր մի պատմություն պատմել, որ Ճապոնիայում ընդունված է եղել, որ 40 տարեկան հաջողություն ունեցած գրողները 40-ից հետո այլ անունով էին հանդես գալիս, որպեսզի տեսնեն արդյոք ունեն այդ նույն փայլը իրենց ստեղծագործությունների մեջ։ Դրա մի այլ տարբերակը եղավ անգլերեն Միացյալ Թագավորության այդ գրքերի վերաբերյալ, որովհետև երբ որ ունեի բավարար քանակի թարգմանություններ, ես պարզապես վերցրել եմ այն ժամանակ հատուկ գրքեր կային, հա, տեղեկատու գրքեր մասնագիտական։ Վերցրել եմ այդ տեղեկատու գիրքը եւ ձեռագրերը սկսել եմ ուղարկել այդ տարբեր գտել եմ պոեզիայի հրատարակիչներին եւ մեկ-մեկ սկսել եմ ուղարկել իրենց եւ ի վերջո Arc Publications-ը, որ մասնագիտացված պոեզիայի հրատարակիչներ էին եւ ավելի քան 50 տարի արդեն աշխարհի բոլոր անկյուններից ընտրում եւ հրատարակում են բանաստեղծների, իրենց իսկ կարծիքով լավագույններն են, ուրեմն ընդունեցին եւ հրատարակեցին առաջին հատորը եւ այն էլ ոչ թե իրենց սովորական շարքում, այլ իրենց բարձր շարքում, ակնառու բանաստեղծներ շարքում։ Եվ այդտեղից սկսվեց մի իրադարձությունների գեղեցիկ շարք, ինչպես որ ասեցի, անընդհատ հրավերներ, անընդհատ գրախոսականներ, համեմատություններ իրենց գրողներին համեմատել են նույնիսկ Whitman-ի հետ, համեմատել են Ginsberg-ի հետ, մի գրաքննադատ նույնիսկ համեմատել է անգլիական գրականության դասական Thomas Hardy-ի հետ եւ ասել է, որ այս էնել ինչ ձևով, ասում է, որ այս բանաստեղծի կողքին Thomas Hardy-ն կես դրույքային է թվում։ Այսինքն այնքան բուրն էր եւ այնքան հաճելի էր այդ ամեն ինչը, որ եւ զերոյից, իսկապես զերոյից 70 տարեկանում Ռազմիկ Դավոյանը զերոյից սկսեց իրեն ճանաչելի դարձնել Միացյալ Թագավորությունում եւ
հասավ այնտեղ, որ 2012 թվականին իր ելույթը մի մեծ փառատոնի ժամանակ ուրեմն կազմակերպվեց երկու Նոբելյան մրցանակակիր բանաստեղծների Բոլեսոյինկայի եւ Շեյմուս Հինիի ելույթների նույն օրը նույն վայրում, այսինքն 15 րոպե տարբերությամբ ակնհայտորեն նույն հանդիսատեսի համար նախատեսված ելույթներ։ Եվ այլն շատ են նյութերը, հիմա երկար-բարակ շատ ես այդ մասին մի այսպես ելույթ եմ պատրաստել լուսանկարներով, սլայդներով, որտեղ այդ բոլորի մասին պատմում եմ։ Հիմա կամ կարող եք ասել հիշողություններ, կամ կարող եք ասել ականատեսի վկայություններ, որտեղ երևի միակ ականատեսը ես եմ եղել այդ ամենի։ Իսկ ուղղաթիռի էպիզոդը եթե պատմեք, հետաքրքիր կլինի։ Ուրեմն այդ փառատոնի շրջանակներում, որ մեծ փառատոն էր, 12 թվին Լոնդոնի օլիմպիական խաղերից անմիջապես առաջ խաղերին մասնակցող 204 երկրներից յուրաքանչյուրից մեկական բանաստեղծեր հրավիրվել Հայաստանից Ռազմիկ Դավոյանը մեր այդ առաջին գրքի շնորհիվ եւ այդ փառատոնի շրջանակներում ուղղաթիռներով այդպես փոքրիկ թերթիկների վրա այդ բանաստեղծների 100,000 օրինակ մեկական բանաստեղծություն ամբողջ Լոնդոնի հարավային ափին այդպես բաց թողնվեց եւ վիդեոներն էլ կա YouTube-ում թե ինչպես են մարդիկ հավաքվել եւ վերցնում են այդ օդից թափվող բանաստեղծությունները որպեսզի կարդան հրաշալի տեսարաներ ուղղակի պատկերացնում եմ այո շատ Պատկերացրեք պոետի համար դա ինչ է եւ ընդհանրապես այսինքն այդ ընթացքը վերածում է որոշակի արարողակարգի եւ այսինքն նման միջոցառումների շնորհիվ այսինքն եւ ընդգծվում է նշանակությունը եւ նաեւ այսինքն այն հանգամանքը որ սա գրականությունը փակ տարածք չի այսինքն դու պատկերացրեք այդ Hyde Park-ում հա Չէ, South Bank հարավային ափին բազմությունը որ եւ վիդեոն եթե տեսնեք այդ ցնծությունը ժողովրդի որ այո ընդհանրապես նման միջոցներով է հանրահռչակվում մշակութային երևույթը այսինքն երբ որ պետությունը իր խոսքը պետք է ասի ոչ թե քողարկում է արժեքը այլ հակառակը նման ձևաչափերով հաղորդակից է դարձնում հասարակությունը այդ երևույթներին։ Դե ասեմ, որ այդ Ռազմիկ Դավոյանի Եսենին բանաստեղծությունները այդ 100,000 օրինակ բանաստեղծությունների մեջ։ Ես տեսա այստեղ ներառված է, չէ՞։ Այո, իրենք էին ընտրել, այսինքն հենց կազմակերպիչներն էին ընտրել բանաստեղծությունը եւ Եսենինն էին ընտրել։ Գիտեք, երևի թե ես չգիտեմ իմ ասեմ մեր սերունդը, արդեն չգիտեմ էլ հիմա մենք ծերենք թե երիտասարդ, բայց իրականում մեր այդ շատ ավելի երիտասարդ ժամանակ բանաստեղծություններ նվիրվում էին, որովհետև երբ մարդը հասկանում էր, որ իր սիրո մասին, սիրահարվածության մասին մեկը ավելի լավ չի խոսելու, իսկ ինչ որ մեկը խոսել է ավելի գեղեցիկ, նրա տողերով փորձում էր գուցե ներկայացնել իր զգացմունքները, հա։ Այսօր շատ տենց բան է դարձել, հա, պրոզայիկ է, այդպիսի բաներ չեն անում, չեն ընթերցում, ու շատ հաճախ երբ սկսում են ապուշ խոսել, ուզում ես ասել ինչ կլինի, մեկին վերցնեիր տողերը, տենց copy paste անեիր Քո համար են արել։ Հա, քո համար են արել, էլի, որտեվ երբ որ դու չես կարողանում ձևակերպել հուզմունքդ կամ սերդ, ինչ որ մեկն արել է, ավելի լավ չէ, տենց չխարազանվես, ավելի փչացնես ամեն ինչ, այլ օգտվես նրանից, որ քեզ տրված է այդ հնարավորությունը։ Ես ավելին ասեմ, որովհետև այդ հնարավորությունը խոսելու ոչ միայն այսպես քննարկության միջոցով, այլ նաև խոհափիլիսոփայական բանաստեղծություններ ունի, հայրենասիրական բանաստեղծություններ ունի Դավոյանը եւ այսինքն գրեթե ամբողջ սպեկտրը, այսինքն մարդկային դրսևորումների, ինտելեկտուալ եւ զգացական դուք կգտնեք Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության մեջ։ Այնպես որ այդ խորհուրդը կարելի է տալ ոչ միայն ոչ այնքան գրագետ սիրահարներին, այլ նաև քաղաքական գործիչներին, այսին մտքեր արտահայտող տարբեր բանախոսներին եւ այլն։ Դուք ինչ պարադոքսալ բան եք ասում։ Թումանյանի ծննդյան օրը հարցնում են, ասում է, դե տենց չեմ կարդացել իրան, տենց ձեռքերպումներ են տալիս, դուք ասում եք։
Ասма դե շատ լավ կլիներ մեր օրը, եթե լիներ իրականում այն ինչ որ դուք նշում եք։ Այ մեր օրը այսպեսինն է, դրա համար էլ որովհետև այդ չեն ճանաչում։ Անուշ, խնդիրը, այսինքն հաղորդակցման մեջ է։ Եվ իհարկե այն ինչ որ մենք նախատեսում ենք անել, դա այդ փոքր հնարավորությունն է հաղորդակից դառնալու այս արժեքներին, այս գանձերին, այս հարստություններին։ Այո։ Եվ իրականում երևի թե Դավոյանը հատկապես էլ այն մարդկանցից է, որովհետև երբ դու քո ավակ սերնդից, տատերից բան լսում ես, ասում ես, երբ որ անցնում էր էս ինչը, ամեն ինչը, հա քաղաքը սառում էր, մենք պիտի մոտենայինք, չենք կարողանում անգամ մոտենալ, այնպես էին շրջապատում։ Այդպես էլ կա։ Ես միշտ թվում էր, թե այդ կինոներում կարող ես տեսնել այդպիսի բան, ու երբ որ ես Դավոյանին մի անգամ ինստիտուտում տեսա, Դες մտածում էի, հա, այս այն դեպքն է, որ ասում են, էլի, որ անցնում ա կարած տեսնես, Իշտոյանը վիդել, այդ դեպքն է, որ դու կարող ես տեսնել, ունակ Փելեշյանի դեպքում էլի, եւ իրականում երևի այդ տալիս է հնարավորություն հասկանալու, որ դու այս մարդկանց հետ, որոնք մի օր դասական անուններ են, կան կամ դառնալու են, դու տենց տեսել ես, իր հետ ապրել ես այդ ժամանակներում։ Ես ասում եմ, ես նենց էի ոգևորվել, որ իրեն տեսել էի, որ ես անընդհատ ամեն ինչ ուզում անել, որ ինքը իմանա, որ ես իրեն եմ ընթերցել, իրեն եմ ընտրել։ Ասում եմ, հիմա շատ կուզեի այդ բանաստեղծությունը կարդալ, բայց շատ երկար է, ժամանակը չի հերիքի, ինքը բավական ծավալուն է։ Բայց շատ այո, առիթ կունենամ դա կարդալու, իմ ամենասիրելիներից է իհարկե, դրա համար ընտրեցի այդ ժամանակ, բայց քանի որ խորհրդանշական ենք սկսել մեր առավոտ այսօր Ռազմիկ Դավոյանի տողերով, եկեք այսպես ասած ամփոփենք նաև իր տողերով, որովհետև ինձ թվում է այսօրվա մասին էլի, մեր ազգի, մեր, չգիտեմ, բաց թողումների մասին, մեկը գտա ուզում եմ դա ընթերցել, ազգն ու քարը վերնագրով, լերկ բլուրներ, սարեր, ժայռեր, լերկ քարերի հարահոս վազք, սրանից է կերպար առել բիբլիական հզոր մի ազգ։ Մեկ այդ ազգին քարի վրա, մեկ այդ ազգն է քարի վրա, մեկ այդ քարն է ազգի մեջքին, թավալվում են գիլ ու գլոր, ձեր առնելով ժամանակին։ Քարը ազգին, ազգը քարին, իրար խելք են տալիս առնում, եւ նրանց մեջ նույն արևի խարկված ոգին է սավառնում։ Եվ բաժանում չկա հավետ, քարն ու ազգը իրար կպած, արեգակի պտույտի հետ տեզերքով մեկ չափչփված։ Այնքան պիտի թրջեն, սուրան, մինչև բախտի դուրը ջարդեն, ինչպես Դավթի քարը ճեղքեց, բութ Գողիաթի զրահն անդեմ։ Այս այն խնդիրն է, որ մենք չենք կարողանում հասկանալ, որտեղից ենք, այդ քարը ինչի պիտի մեր ուսերին լինի, որովհետև նորմալ է, որ պիտի մեր ուսերին լինի, բայց մենք էլ կարողանանք բարվենք այդ քարի հետ։ Այս ամենակարևոր ֆակտորը, ամենակարևոր։ Ու այս մարդիկ դառնում են դասական, որովհետև չգիտեմ էլ երբ է այն գրված, բայց ժամանակին զգում, կանխազգում են երևի թե ազգի սխալները, բաց թողումները, հետո արդեն տենց հոտառությամբ զգում են, որ սա ուր է տանելու մեզ։ Դրա համար էլ երբ մենք մեր դասականներին կարդում ենք, ասում ենք Այ որտես մարդիկ ոնց որ այս օրերում ապրեին, որովհետև այո, նրանք այն մարդիկ են, ովքեր ուղղակի ազգը զգում էին տենց բջջային մակարդակի, մարդու տեսակը, զգում էին անգրագիտությունը ուր կտանի, գիտեին, որ ուսումը ուր կտանի, դրա համար էլ իրենք տաղանդավոր են ու դրա համար էլ իրենք դառնում են դասականի տարբերություն մեզ։ Մեզ մնում է միայն ճանաչել, գնահատել, այ ոնց որ դուք եք փորձում անել կազմակերպել երեկոներ, տալու հնարավորություն են մարդկանց, ովքեր լավ չեն ճանաչում, չասենք չեն ճանաչում, լավ չեն ճանաչում, ներկա լինելու։ Ես էլ հաջորդ անգամ բացի ապրիլի 15-ից հուսամ կլինեմ թիմի փոքր մասը։ Հրաշալի բան։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Հրաշալի զրույցի համար։ Շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալ։ Ասպեր ես հասկանում եմ ոնց է գրավել այս կապույտ աչքերը Ռազմիկ Դավոյանին եւ ինչեր են գրվել այս աչքերի մասին, բայց ասում եմ այդ մասին հետո ես կկարդամ այդ մասին։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Գովազդ մեր եթերում։